Ծննդոց, գլուխ 45 Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. «Դուրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց»։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։ Նա բարձրաձայն լաց եղավ և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ, իմ հայրը դեռ ողջ է»։ Եղբայրները նրան պատասխան տալ չէին կարողանում, որովհետև ապշած էին մնացել նրա առջև։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրեմ, մոտեցեք ինձ»։ Նրանք էլ մոտեցան։ Եվ ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ։ Դուք ինձ վաճառեցիք Եգիպտոս տարվելու։ Հիմա մի տխրեք ու մի նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից ձեր կյանքը պահպանելու համար, որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է և տակավին 5 տարի վարուցանք ու հունձ չի լինելու։ Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ։ Արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։ Շտապ գնացեք իմ հոր մոտ և ասացեք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ։ Արի, իջիր ինձ մոտ, մի ուշացիր։ Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։ Ես այնտեղ կկերակրեմ քեզ, որովհետև դեռ 5 տարի սով է լինելու։ Միգուցե չքավորություն քաշես դու, քո տունը և քո ամբողջ ունեցածը։ Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենյամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։ Պատմեք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի, ձեր բոլոր տեսածների մասին և շտապ իմ հորն իջեցրեք այստեղ։ Եվ իր եղբայր Բենյամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենյամինն էլ լաց եղավ նրա վզովն ընկած։ Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։ Եվ այս լուրը փարավոնի տանը լսվեց, թե եկել են Հովսեփի եղբայրները։ Դա հաճելի եղավ փարավոնին և նրա ծառաներին։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա քո եղբայրներին, այսպես արեք. բեռնեք ձեր անասունները և գնացեք Քանանի երկիրը։ Վերցրեք ձեր հորն ու ձեր ընտանիքները և եկեք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի ամենալավ հողը, և դուք կվայելեք երկրի լիությունը։ Դու այսպիսի հրաման ունես. այսպես արեք. Եգիպտոսի երկրից կառքեր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար։ Վերցրեք ձեր հորն ու եկեք։ Ձեր աչքը ձեր կարասիների վրա թող չմնա, որովհետև Եգիպտոսի երկրի ամբողջ բարիքը ձերն է։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին։ Հովսեփը ըստ փարավոնի հրամանի կառքեր տվեց նրանց և պաշար ճանապարհի համար։ Նա յուրաքանչյուրին տվեց նոր հագուստ, իսկ Բենյամինին 300 կտոր արծաթ և 5 ձեռք նոր հագուստ։ Նա իր հոր համար ուղարկեց այս բաները. 10 էշ Եգիպտոսի բարիքներով բեռնված և 10 էգ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով իր հոր ճանապարհորդության համար։ Եվ ճանապարհ դրեց իր եղբայրներին, և նրանք մեկնեցին։ Եվ ասաց նրանց. ճանապարհին չկռվեք։ Նրանք Եգիպտոսից ելան և գնացին դեպի Քանանի երկիրը, իրենց հայր Հակոբի մոտ։ Եվ պատմեցին նրան ասելով. Հովսեփը դեռ ողջ է, նա իշխում է Եգիպտոսի ամբողջ երկրին, բայց նրա սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։ Եվ պատմեցին նրան այն բոլոր խոսքերը, որ Հովսեփն ասել էր իրենց։ Երբ նա տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը, որ իրեն տանեն, այն ժամանակ միայն կենդանացավ նրանց հոր Հակոբի հոգին։ Իսրայելն ասաց. «Բավ է, իմ որդին դեռ կենդանի է»։
գնամ եւ իմ մեռնելուց առաջ տեսնեմ նրան։